Մայիսի 17-ին հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց երկրորդ ծաղկազարդը, որը նշվում է Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը։ Գորիս քաղաքի Հին Թաղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ու բակը լի էին հավատացյալներով։ Տոնական Սուրբ Պատարագը հանդիսապետում էր Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ Երկրորդ ծաղկազարդը, որը ազդարարում է Տիրոջ հաղթական մուտքը վերին Երուսաղեմ, տոնախմբում է միայն հայ եկեղեցին։ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հեղինակած մեծահրաշ այս խորհուրդ շարականում հանգամանորեն պատմվում է սրբազան ավանդությունը։ Եվ այս տոները, այս գեղեցիկ ավանդությունները պետք է պահենք, պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Տեսնում եք այսօր հայոց եկեղեցու նավը լողում է Ալեկոս ծովի մեջ, փոթոր տալիս ծովի մեջ, սակայն չի սասանվում, ոչ թե չի սասանվում, որ այնտեղ մարդիկ են ապրում եւ աղոթում, այլ չի սասանվում, որովհետեւ նավապետը ինքը Քրիստոսն է։ Եթե ոմանք չունեն այս հավատքը, ոմանք հեռացել են այս հավատքից եւ չեն ընդունում, որ նավապետը Քրիստոսն է, եւ Քրիստոսն է, որ պետք է հայոց եկեղեցին եւ հայոց ազգին տանի դեպի հավիտենականություն, ապա իրենք հայ ազգի հետ ընդհանրապես կապ չունեն։ Գորիսում պատմական եկեղեցիներ շատ են եղել, սակայն այժմ քաղաքը գործող երկու սրբավայր ունի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին եւ 17-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմեն։ Երկար տարիներ խոնարհված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին վերաբացվել եւ սկսել է գործել 2011 թվականից։ Վերակառուցվեց Երկիր մշակույթ կազմակերպության կողմից, իհարկե մեր հետ համագործակցելով, եւ 11 թվականին, երբ նշանակվեցի առաջի իմ ծրագիրներ, իմ աշխատանքներ, որ եկեղեցին դառնա գործող։ Եվ այո, եկեղեցին շատ տարբեր առումներով նշանակություն ունի եւ այցելումներ ունի եկեղեցին։ Տեսնում եք, այ մյուս եկեղեցին հիմա վերականգնման մեջ ենք, մաքրելու աշխատանքների մեջ ենք, այս եկեղեցին ամբողջությամբ փոխարինում է նրան։ Եվ թող Աստված տա, որ մեր շեներում, համայնքներում ոչ թե մեկ եկեղեցի, մի քանի եկեղեցի լինեն եւ չբավականացնեն։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում բարեկարգվում եւ մաքրվում է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ուստի ժամանակավորապես բոլոր արարողություններն ու ծեսերը կատարվում են Սուրբ Հռիփսիմեում։ Տանիքի հետ խնդիրներ եղավ, ջրեր էին հոսում, պատերը կատարված աշխատանքները ամբողջությամբ փչացել էին։ Հիմա այդ վնասված հատվածները մենք վերանորոգում ենք, Սոս Արևելքի քրիստոնյաների համաֆինանսավորմամբ կարողանում ենք եկեղեցին գեղեցկացնել, բերել բարվոք վիճակի մեջ։ Սյունյաց թեմի հոգևորականները սպասավորում են մարզի 4 խոշոր Գորիսի, Կապանի, Սիսիանի ու Մեղրիի համայնքներում, ինչպես նաև հեռավոր գյուղերում, փորձելով տարբեր ծրագրերով մշտապես լինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին։ Մեր ժողովուրդը եկեղեցու կողքին է, մեր կողքին են, իրենց սրտի ցանկությամբ է, որ մենք միշտ լինենք Սուրբ Էջմիածնի կողքին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Սա հայ առաքելական եկեղեցու բարձրագույն Սուրբ Էջմիածին շքանշանն է։ Էսքիզի հեղինակը Գևորգ Պողոսյանն է, ոսկերիչը Արտյոմ Հակոբյանը։ Շքանշանի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը լուսապսակով ու խաչանիշ գավազանով։ Նրա կողքին Տրթատ թագավորն է, վերևում Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալները։ Շքանշանը 2024 թվականին է ստեղծվել։ Ամենայն հայոց կաթողիկոսը հիմնականում շնորհում է բարերարներին, ազգային եւ պետական գործիչներին, հայրենիքին եւ եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների, ինչպես նաեւ եկեղեցաշեն ու ազգանվեր մեծագործությունների համար։ Ցուցափեղկի աջ կողմում ներկայացված են դուստր Սուրբ Էջմիածնի, իսկ ձախ կողմում ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանները։ Երկուսն էլ ոսկերիչ մնացական Թամրազյանի աշխատանքներն են։ Ասպետ Սուրբ Էջմիածնի հայրապետական բարձր շքանշանը 2011 թվականին է ստեղծվել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ։ Սուրբ Էջմիածնի պայծառության ու զորացման համար բացառիկ ավանդ ունեցողներին է շնորհվում իբրև բարձրագույն գնահատանք։ Հայրապետական շքանշանները մայիսի 16-ին ցուցադրության էին ներկայացվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում Թանգարանների գիշեր համաեվրոպական ծրագրի շրջանակում։ Մայրաթորը դեռ 2013 թվականից է միացել այդ ծրագրին։
Նախորդ տարիների նման այս տարի էլ մինչև կեսգիշեր Մայրաթորի թանգարանների դռները բաց էին այցելուների առջև։ Հոգևոր ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ լույս ձայնային հնգյակը։ Այցելուները թանգարանում հնարավորություն ունեցան տեսնելու մեր եկեղեցու կարևորագույն սրբությունները, մասունքները, եկեղեցական արվեստի նմուշներ, ձեռագրեր, խաչեր, մասնատուփեր։ Այստեղ են պահվում նաև Սուրբ Գեղարդը, Նոյան Տապանի մասունքը, Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների աջերը։ Հոգևոր երաժշտության համերգը Մայրտաճարում շարունակվեց մինչև կեսգիշեր։ Հայրենի հողը իմ ոտքերի տակ, կապույտը իմ գլխի վերև։ Ես էլ ինձ նման շատերի պես մեկընդմիշտ հասկացա այն միակ ճշմարիտ իրողությունը կամ ինչու՞ չէ իրականությունը, որ մարդ արարածին միայն ու միայն մայր հայրենիքն է երջանկացնում։ Այս խոսքերը սովետահայ նկարիչ Հովհաննես Ասատրյանն ասել է Թուրքիայի Հասանբեյլի ավանից հայրենադարձվելուց հետո։ Ռուբեն Սևակ թանգարանի այս սրահում հայոց տաճարներին նվիրված նրա աշխատանքներն են ներկայացված, որոնք ստեղծվել են հայրենիքում ապրելու տարիներին։ Նախ շնորհավորում եմ բոլորիս, որ ասենց հետաքրքիր միջոցառում կա թանգարանների գիշեր, որ հնարավորություն անձեռնվում երեխաներին, եկուս ասենք մեծերը գան նայեն ցուցադրությունները տարբեր թանգարաններում։ Մենք էլ այսօր առիթից օգտվեցինք աշակերտների հետ։ Թանգարանի այս սրահում կազմակերպվել էր կրթական ծրագիր։ Մանրանկարչական փազլ հավաքելու մրցույթին մասնակցում էին ծնող երեխազույգերով։ Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանի խոսքով մրցույթին սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ էին հայտ ներկայացրել։ Մանրանկար փազլները բաժանելուց հետո մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման ասոցիացիայի հիմնադիր Նիկա Ասատրյանը մանրամասն մեկնաբանեց աստվածաշնչյան պատկերները։ Մրցույթը կյանքի է կոչվել Մայրաթորի թանգարանների եւ մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Հայկական մանրանկարչությանը նվիրված այս փազլները Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատկերների հիման վրա են ստեղծվել ասոցիացիայի եւ Մայրաթորի թանգարանների համատեղ ջանքերով։ Այս նախագիծը նպատակ ունի երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակութային ժառանգությանն ու այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը իրենք են լինելու։ Ապրիլին կայացել էր նաև շարքի Տյառն ընթառաջ եւ Մուտք Երուսաղեմ փազլների շնորհանդեսը։ Մասնակիցները 40 րոպե ժամանակ ունեն 140 կտորից բաղկացած փայտե կտորներով մանրանկար ստանալու համար։ Առաջին 3 ավարտողների համար Մայրաթորը պատրաստել էր խորհրդանշական մրցանակներ։ Հետաքրքիր է շատ մեզ եւ ուզում ենք մեր ուժերը փորձենք։ Հավաքենք այս գեղեցիկ մանրանկարը, շատ հետաքրքիր է, որովհետեւ փազլ հավաքելը եւ նաեւ մեր քրիստոնեությունը ճանաչելը շատ հետաքրքիր թեմաներ են իրար հետ համակապակցել։ Թանգարանների գիշեր ծրագրի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը եւ կրթական ծրագիրն իրականացվել է Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու ծխական համայնքի անդամ Կարեն Արզումանյանի աջակցությամբ։ Մայրաթորն այսպես արդեն 13 տարի հագեցած ծրագրով է միանում համաեվրոպական միջոցառմանը, փորձելով ավանդական ցուցադրություններով եւ նորարարական ծրագրերով հանրությանն առավել մոտեցնել հայկական հոգեվոր եւ մշակութային ժառանգությանը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Կիրակի օրը մայիսի 24-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հոգեգալստյան տոնը, որը ամեն տարի նշվում է Սուրբ Հարության տոնից 50 օր անց։ Գործք առաքելոցում նկարագրված է, թե ինչպես է Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորում աշակերտներին, նրանց դարձնելով Աստծո խոսքի թարգմաններ ազգերի մեջ։ Նրանք սկսում են խոսել այն ժողովուրդների լեզուներով, որոնց պետք է քրիստոնեություն քարոզեին։ Ըստ Ներսես Լամբրոնացու, Պետրոսը խոսում էր լատիներեն, Փիլիպոսը արաբերեն, Թովմասը եթովպերեն, Թադեոսը հայերեն։ Սուրբ Հոգու էջքը տեղի է ունեցել հրեական Պենտեկոստեի տոնի օրը, որը հին ուխտի 3 ամենամեծ տոներից էր եւ թարգմանվում է 50-րդ։ Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար եւ ընծաներ մատուցում Աստծուն։ Այդ օրը Երուսաղեմում միշտ շատ ժողովուրդ էր լինում աշխարհի բոլոր կողմերից։ Հոգեգալստյան տոնը կոչվում է նաև երրորդության տոն, քանի որ առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքով հայտնվում է երրորդության խորհուրդը։
Այս տոնը ըստ Օգոստինոս երանելու առաքելադիր է, հաստատվել է դեռևս առաքյալների օրոք եւ ամենավաղ ժամանակներից ի վեր հանդիսավոր կերպով նշվել է բոլոր եկեղեցիներում։ Ըստ քրիստոնեության մարդուն տրված շնորհները աստվածային պարգև են եւ հոգեգալստի տոնը հիշեցնում է, որ մեզ տրված շնորհները պետք է ծառայեցնենք բարի նպատակների եւ հոգեվոր կատարելության համար։